Վերադարձանք շարունակվում է առավոտ լուսոն ու մենք քիչ հետո մեր հյուրերի հետ խոսելու ենք շատ կարևոր մի թեմայի մասին, որը կոչվում է հղիության պլանավորում։ Այո, խոսելու ենք թե հղիության հետազոտությունների մասին, ինչ անալիզներ են պետք հանձնել եւ կինը եւ տղամարդը, մի խոսքով չշարաշահենք ձեր համբերությունը ու ներկայացնենք մեր հյուրին։ Մեր տաղավարում է գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք անչափ, որ առավոտը սկսում եք մեզ հետ, այն էլ այս կարևոր թեմայի շուրջ զրույցի մասով։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար եւ կարծում եմ, որ այս թեման շատ կարևոր եւ ակտուալ է մեր օրերում։ Դե եկեք սկսենք, ինչու է պետք պլանավորել հղիությունը, չէ՞, այդպիսի բան կա եւ արդյոք դա այդպես պետք է լինի, եթե այդպես չի լինում վատ է, թե եկեք բացենք բոլոր փակագծերը։ Գիտեք, մեր օրերում կարծում եմ, որ մարդիկ սիրում են տեղեկացված լինել ցանկացած հարցի շուրջ, պլանավորել, այսպես ասած, իրենց գործընթացը, դա կլինի սովորական առօրյայում, ավտոմեքենա գնելիս, չգիտեմ, ինֆորմացված լինում են, հետեւաբար հղիության պլանավորումը, որը մարդու ավելի զույգի ամենակարևոր այսպես ասած երազանքն է, ճիշտ է մտնել այդ փուլ ինֆորմացված։ Իսկ հղիության պլանավորումը ինքը իրենից այդքան բարդ եւ թանկարժեք գործընթաց չի, այն պարզ քայլերից է կազմված, որը որ պետք է անցնի զույգը, որովհետեւ մեր հասարակության մեջ ընդունված է, որ եթե կինն է հղիանում, ուրեմն կինն է պատասխանատվությունը կրում, դա կնոջ գործն է հետազոտվել եւ այլն, բայց պետք է հիշել, որ դա զույգն է պատասխանատու ապագա երեխայի առողջության համար, քանի որ երեխայի առողջության 50%-ը ապահովում է ապագա հայրիկը, 50%-ը ապագա մայրիկը։ Հետևաբար երկուսով պետք է անցնեն այդ կարևորագույն փուլը։ Իսկ հղիության պլանավորումը ինքը իրենից 3 ամիս, 2 ամիս առաջ է սկսվում, այսինքն միջև հղիություն, դա այն ժամանակն է մինիմալ, որի ժամանակ կարողանում ենք կատարել անհրաժեշտ հետազոտությունները, կարողանում ենք շտկել վիտամինային դեֆիցիտը, կարողանում ենք թեթևակի շտկումներ կատարել, քանի որ հղիությունը կարծում եմ ցանկացած կնոջ համար մեծ պատասխանատվություն է, մեծ առաքելություն է եւ պետք է այդ փուլ մտնել պատրաստված։ Այո։ Երբ ասում ենք հղիության պլանավորում, շատ-շատերը գուցե կարծեն, որ դա ոչ միայն հետազոտություններն է, բժշկի մոտ խորհրդատվությունը, այլ պարզապես 1-2 ամիս առաջ որոշում են, օրինակ, տղամարդիկ թողնում են ծխելը, որոշում են հետևել առողջ ապրելակերպին եւ այսպես իրենց պատրաստում են առողջ երեխա ունենալուն։ Արդյոք դա այդպես է, թե կան այլ հետազոտություններ, որոնք պարտադիր են, ինչպես նշեցիք, օրինակ, վիտամինային դեֆիցիտը պետք է կարգավորել եւ այլն։ Իրականում շատ ճիշտ են անում, որովհետեւ 2-3 Դա ամենակարևորն է։ Պետք է վնասակար այդ գործոնները, ալկոհոլը, ծխախոտի օգտագործումը եւ այլն դադարեցվի, քանի որ դրանք վնաս կարող են առաջացնել ապագա երեխայի առողջության համար, սակայն պետք է հիշել, որ կան բորբոքային process-ներ, որոնք որ կարող են փոխանցվել կնոջը եւ անդրադառնալ երեխայի հետագա աճին։ Կան սպերմոգրամմա կոչեցյալ մի հետազոտություն, որ հնարավորություն է տալիս գնահատել սերմնաբջիջների որակը քանակը, որը ինչու՞ չէ ապահովում է ճիշտ գենետիկ մատերիալի անցում դեպի երեխա, իսկ երեխայի, ինչպես ասացի, 50% առողջությունը հենց հորից է գալիս, ապագա հայրիկից է գալիս։ Հետևաբար ճիշտ են անում, որ 2-3 ամիս առաջ տղամարդիկ այդ պարզապես թեթևակի հետազոտություններն են անցնում եւ իրենց կյանքը ավելի բարելավում են առողջ ապրելակերպով եւ ավելի հանգիստ միտվում են հստակ նպատակի։ Այո։ Ինձ հետաքրքիր է, որոնք են այն ամենատարածված խնդիրները, որոնք որ հայտնաբերվում են հետազոտություններից հետո ու դրանց բուժումն էլ ինչքան ժամանակ է տևում, եթե այդպես կարելի է ձևակերպել, հա։ Իրականում այսպես ասեմ, շատ կարևոր է կա անպտղություն թե չկա, այսինքն զույգը փորձում է երկար տարիներ հղիանալ, այդ ժամանակ գիտես, որ կարող ես բազմաթիվ խնդիրների առջև կանգնել։ Բայց երբ որ պլանավորվում է հղիություն, այսինքն ամուսնություն է տեղի ունեցել եւ պլանավորվում է հղիություն, կարելի է 2-3 ամիս առաջ հանձնել թեթևակի հետազոտություններ, պետք չի խորանալ, կատարել ինչ-որ բարդ գործողություններ, գնալ բոլոր լաբորատորիաները, հանձնել բոլոր անալիզները, ոչ, պարզապես պետք է դիմել ճիշտ բժշկի։ Այսինքն կինը դիմում է գինեկոլոգի վերարտադրողաբանի, իսկ տղամարդիկ մոտենում են ուրոլոգ, անդրոլոգներին, որոնք որ
լսելով իրենց, հասկանալով անպտղություն կա թե ոչ, քանի տարի է ամուսնությունը եւ ինչ տվյալներ ունեն, ըստ դրա որոշել ամենակարևոր անալիզները, թե ինչ է պետք անցնել եւ դրանով իհարկե զույգը խնայում է իր ժամանակը, իր գումարը եւ ապահովագրում է իրեն, որ վաղը կունենա առողջ երեխա, որտեվ ամենակարևոր նվերը քո երեխային ոչ թե սայլակ գնելն է, այլ որևիցե իր ձեռք բերելն է, այլ ամենակարևորը դա իր առողջ ստարտն է, այսինքն ապահովել քո ապագա երեխայի առողջությունը։ Երբ հետազոտությունները տեղի են ունենում, թվում է թե ամեն ինչ նորմալ է, բայց արի ուտես, որ ժամանակի ընթացքում նաև հետազոտությունների պարզ է դառնում, որ զույգի մոտ կա անպտղություն։ Ինչպես է այս գործընթացը կարգավորվում, ինչ է հետագայում սպասվում, բացի բժշկական հետազոտություններից եւ բուժումներից, նաև հոգեբանական առումով ինչ աշխատանք է կատարվում զույգի հետ։ Առհասարակ ուզում եմ ասել, որ անպտղությունը մեծ տարածում ունի, թե առաջնային, թե երկրորդային, այսինքն զույգերը, որոնք ունեն երեխա, նույնպես կարող են ունենալ անպտղություն, մեծ փուլ ենք անցնում, մեծ գործընթաց է դա, քանի որ հետազոտությունները ավելի խորացված են լինում, անհրաժեշտ է լինում անգամ դիմել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների, դա իմ այսպես ասած ԱՄԲ էկոն է, որը կարող եմ ասել, հա, եւ հոգեբանական իհարկե պահը նույնպես ֆակտորը մեծ է, որովհետեւ այդպիսի զույգերի հետ պետք է լինես եւ բժիշկ, եւ ընկեր, եւ հոգեբան, եւ փորձես իրենց ներշնչես լավը, ներշնչես դրականը, որպեսզի հղիությունը ավելի հեշտ գրանցվի, անկախ քո բուժումներից, որովհետեւ ցանկացած պացիենտ պետք է սիրի իր բժշկին, պետք է հավատա, որ իրեն մոտ ամեն ինչ ստացվելու է։ Այդպես։ Եվ կուզեի նշել նաև այսպես ասած կնոջ հետազոտությունները, որոնք են անհրաժեշտ, իհարկե դա հղիության պլանավորման հիմնական հետազոտություններն են, շատ կարևոր ակտուալ է արյան ընդհանուր անալիզը, որը որ երկաթի պակասը եւ հեմոգլոբինի պակասն է հայտնաբերում, որպեսզի սակավարյունություն չզարգանա, շատ ակտուալ է տարածաշրջանային, մենք ունենք, գիտենք, վահանաձև գեղձի խնդիր, այսինքն կան տարբեր մարդիկ, մոտ 40-50% բոլոր ազգաբնակչությունը տարապում է թե թաքնված, թե բաց ինչ-որ վահանաձև գեղձի տարբեր տեսակի խնդիրներով։ Հետևաբար սովորական TSH հորմոնի ախտորոշումը նույնպես շատ կարևոր է, քանի որ ինքը կարող է բերել վիժումների եւ այլ խնդիրների երեխայի հետ կապված։ Վիտամին B9-ի ընդունումն է կարևոր, այսինքն եթե անգամ կինը չի պլանավորում գնալ եւ անցնել այդ հետազոտությունները բարձ, գոնե ցանկալի է այդ վիտամին B9-ի ընդունումը, որովհետեւ այն կարող է նաեւ առանց բժշկի նշանակման լինել, քանի որ վիտամին B9-ը ապացուցված է եւ հասարակ ուղեցույցի կինը հղիություն պլանավորելուց 3 ամիս առաջ պետք է խմի այս վիտամինը, որը որ կանխում է պտղի նյարդային խողովակի, նյարդային համակարգի զարգացման դեֆեկտները։ Օրինակ, եթե կինը դեռ անգամ տեղյակել չի, որ հղի է, իր երեխայի մոտ այդ նյարդային համակարգը արդեն սկսում է ձևավորվել, զարգանալ։ Հետևաբար, ինչ պլանավորելը, անհրաժեշտ է ֆոլաթթվի ընդունումը։ Իհարկե, չափաբաժինները կարող է ավելի ճիշտ է բժիշկը որպեսզի նշանակի, բայց ամեն դեպքում ցանկացած կին հղիություն պլանավորող պետք չի մոռանա այդ վիտամինը խմելու մասին։ Իսկ որ արդեն եղել է հղիությունը ու հենց այդ պահից երբ սկսեն ձեր նշած դեղերը ընդունելը, դա արդեն օգուտը կտա, չէ՞։ Դե այո, պետք է որ սկսեն, սակայն դա ոնց որ գնացքի հետևից ես ընկնում, ոչ թե դու պլանավորում ես, այլ փորձում ես ինչ որ մի բան հետ բերելու։ Դրա համար իհարկե պետք է խորհուրդ տալ հղիությունը պլանավորել մասնագետի հետ, խորհրդակցելով, որովհետև ինչքան էլ ընկերները, բարեկամները, արհեստական բանականությունը օգնեն այս հարցում, միևնույն է պետք է դա անել մասնագետների օգնությամբ։ Ինչ տարածված միֆեր կան, որոնք կարող ենք հենց հիմա առիթն օգտագործելով ասել, որ պետք չէ դա անել, կամ այս կամ այն կերպ տարածված այդ կարծիքները միֆ են։ Ես ուզում եմ ասել, որ զույգին, հա, կնոջը թե տղամարդուն պետք չի վախենալ այս հետազոտությունները անցնելուց, որովհետև դա հիվանդություն մենք չենք ման գալիս այդ հետազոտությունների մեջ։ Հաստատում ենք, որ առողջ ենք։ Այո, հաստատում ենք, որ առողջ ենք, փորձում ենք շտկել որևիցե խնդիր, եթե կա, եւ ապահովագրել եւ գնալ առաջ։ Հիանալի է։ Իհարկե առողջություն ենք մաղթում բոլորին, անկախ նրանից պլանավորում եք հղիություն, թե դեռ դադար եք վերցրել երեխա ունենալու այդ գործընթացից, եւ իհարկե եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ առողջությունը ամենակարևորն է, որին պետք է հետևել անկախ տարիքից, սեռից եւ միջավայրից, որտեղ մենք ապրում ենք, որովհետեւ
գնալով միջավայրը նաև թելադրում է, որ այդ ուշադրությունը պետք է ավելի մեծ լինի։ Ափսոս, մեր եթերաժամանակը կարճ է, մենք այնքան հարցեր ունենք ձեզ, որովհետև թեման շատ մեծացավել է, բայց ամեն դեպքում շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք ու խոսեցինք այս կարևոր թեմայի շուրջ։ Մենք ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Ես նույնպես շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Նմանապես, շնորհակալ ենք։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, Շարժվենք առաջ։